Եկեք միասին պատրաստվենք վիդեոներ նկարելու համար։ Ինձ հաճախ եք հարցնում. Էլեն ջան, ինչի ես մազերը դնում ականջիդ հետևը, աղջիկ ջան։ Իսկ ես ձեզ կասեմ, որ ես չեմ կարողանում ուղղակի իմ մազերը ճիշտ հարդարել եւ ճիշտ աբյոմ ստանալ։ Դրա համար իրանք սենց գալիս են եւ ընկնում են աչքերից, ինչն էլ եւ ինձ շատ նյարդայնացնում է։ Եթե կարող եք ինչ-որ ձևեր առաջարկել, ըստ որի ես կարող եմ ֆենել իմ մազերը եւ դրանք չընկնեն իմ աչքերին, ես ուղղակի շնորհակալ կլինեմ։ Ինչևէ, եկեք անցնենք իմ կյանքի ամենահետաքրքիր նորություններից մեկին։ Ես սկսել եմ նայել անիմե, իսկ ավելի կոնկրետ Նարուտոն։ Երբ փոքր էինք ATV-ով ցույց էին տալիս Նարուտոն, ես այդ ժամանակ միայն նայում էի Վինքսը։ Իմ այդ օրերի գրաֆիկը շատ խիտ էր։ Ես սկզբում նայում էի Վինքսը կամ Բրացը, բաց էի թողնում Նարուտոն, հետո նայում էի Արի ամուսնանան կամ Խնամախոսը, որից հետո նայում էի ընտանեկան պատմությունները։ Շատ զբաղված եմ եղել, բայց դա իհարկե ոչ պարապմունքային եւ դասային օրերին։ Բայց դե փաստը մնում է այն, որ ես արդեն դառնում հեսաշուտով 24 տարեկան եւ մինչեւ հիմա չէի նայեն Նարուտոն։ Շատ հնարավոր է, որ ես անիմեներից խուսափել եմ Հաուլի քայլող տնակ էր ինչ էր, թե ամրոցը։ Այ այդ անիմեից սկսած, որովհետեւ ես այդ անիմեի հետ ստացել եմ շատ մանկական տրավմաներ։ Անկեղծ ասած հիմա մեծ սիրով կնայեի, ուղղակի փոքր ժամանակ չգիտեմ ոնց որ չընկալ էի այդ անիմեն ու շատ վախենում էի իրանից։ Եվ հաջորդ ամենալավ նորությունը, որ ես ունեմ լույս։ Առաջ ինձ վիդեոներ նկարելու համար անհրաժեշտ էր արևի լույս, բայց քանի որ ես արդեն ունեմ հրաշագեղմի լույս, ինձ էլ այլևս ոչինչ չի խանգարի։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք։ Հետևեք ինձ, որ չկորցնեք, որովհետև հենց հիմա ձեր համար փորձարկում եմ նկարելու ու հենց հիմա տեղադրեմ։